Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Սարգսյան, կան մի շարք նախագծեր, որոնք ըստ ներկայացված տվյալների շրջանառության մեջ են դրվել ընդամենը մի քանի օր առաջ։ Մենք կարգավորումների համաձայն այս նախագծերը պետք է անցնեին հանրային քննարկման փուլ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ընտրական օրենսգրքում եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, ավելին, սա մի նախագիծ է, որն ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների հիմնական քաղաքական իրավունքին եւ այն պահանջում է նաեւ միջազգային լավագույն փորձի ներկայացում, այդ թվում նաեւ Վենետիկի հանձնաժողովի տեսակետի ներկայացում կոնկրետ նախագծի վերաբերյալ։ Արդյոք պահպանված են այս ընթացակարգերը եւ կարող եք հիմա ներկայացնել դրանք։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Մինասյան, ենթադրում եմ նկատել եք, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է եւ առաջարկվել է մեր գործընկերներ պատգամավորների կողմից։ Նախագծի մասով ես վստահություն պիտի հայտնեմ, որ առնվազն մեկ հանրային քննարկում տեղի ունեցել նաեւ պատգամավորների ներգրավմամբ, այսինքն հանրային քննարկում կազմակերպվել է այս նախագծի շուրջ եւ բնական է, որ նախագծերը ներառված են արտահերթ նստաշրջանում, մենք հասցրել ենք նաեւ 3 գլխադասային հանձնաժողովում ունենալ քննարկում, անդրադառնալ թե միջազգային փորձին, թե սահմանադրականությանը վերաբերող հարցերին եւ մնացյալ իրավիճակներին։ Ես վստահ եմ, որ նախագծի օրակարգի շրջանակներում կոնկրետ հարցի քննարկման ժամանակ կանդրադառնանք բոլոր մանրամասներին եւ վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն թե նախագծի հեղինակների կողմից եւ թե եթե կարիքը լինի, նաեւ ես որպես կառավարության ներկայացուցիչ կարձագանքեմ։ Արձագանք։ Տիկին Սարգսյան, ես այդ ձևականությունը չեմ համարում էական պատգամավորական նախաձեռնությունը, թե կառավարության նախաձեռնությունը։ Կարևորը հանրային քննարկման փուլն է։ Ինչպես է համարվում անցել է հանրային քննարկման փուլ, երբ որ բազմաթիվ նաև ՀԿ-ներ, մենք բոլորս, քաղաքացիները տեղյակ չեն եղել այս կարգավորումից, առաջարկից, եւ երկրորդ դուք չպատասխանեցիք Վենետիկի հանձնաժողով, ինչպես պետք է կարծիք ստանանք այս նախագծի վերաբերյալ։ Պարոն Մինասյան, ես պիտի հակադարձեմ նշելով, որ նախագիծը բավական երկար ժամանակ է, ինչ հանրային տիրույթում բովանդակային առումով քննարկվում է։ Վստահ եմ առնվազն բոլոր խմբակցությունները եւ առաջադրված ուժերը լսած կլինեն առնվազն մեկ քննարկում, որի շրջանակներում հանրային պահանջ կար այս հարցին անդրադառնալու եւ լուծման բերելու նաեւ ի վերջո այս խնդիրը եւ քարոզարշավի ավարտից հետո բնականաբար ընտրությունները եւս կայացել են եւ падգամավորները հանձնառու են եղել հանրային պահանջը իրացնելու, որը վստահորեն գեներացված է եղել եւ ըստ այդմ ձևակերպել են համապատասխան նախագիծ, որը որ դրված է քննարկման եւ ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին առանձին ուղարկել չուղարկելուն, վստահ եմ, որ գործընկերները դիտարկել են նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նմանատիպ իրավիճակների մասով, ընդ որում ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի, այլ նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը եւ գլոբալ նաև սահմանադրական իրավունքի տեսանկյունից առկա մոտեցումները։ Վստահ եմ, նորից եմ ուզում շեշտել, կոնկրետ հարցի շրջանակներում կանդրադառնանք բոլոր մանրամասներին։